Վերջին մեկ ամսվա ընթացքում արդեն երկրորդ անգամ խորհրդարանում բարձրացվեց Գագիկ Ծառուկյանի օբյեկտներում անցկացված ստուգումների արդյունքները հրապարակելու հարցը։ Մայիսի 20-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատգամավոր Նիկոլ Փաշինյանին խոստացել էր արդյունքները հրապարակել հունիսի 5-ից հետո։ Այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը հետաքրքրվեց՝ ի վերջո ինչ խախտումներ են հայտնաբերվել։ Հիշեցրեց նաև վարչապետի խոսքը հանրապետականի նիստում, որտեղ նա հայտարարել էր՝ մի քանի անգամ ասելուց հետո պետք է բամփել։ Ի վերջո բամփեցիք, թե չբամփեցիք, պարոն վարչապետ, պարոն Ծառուկյանի։ Փաշինյանին պատասխանեց վարչապետ Աբրահամյանը, ասաց, որ իր հայտարարությունը հիշում է, բայց ստուգումների արդյունքները դեռ չկան, ժամանակ է պետք։ Ծավալուն գործունեությունը դեռ մի քանի օր կձգձգվի, բայց դա չի փոխում ընդհանուր հանրագումարը եւ այդ արդյունքները, երբ որ կավարտվի ստուգող մարմինների կողմից, մենք կներկայացնենք հանրությանից։ Դա ասել եմ ես մեկ անգամ փաստում եմ։ Փետրվարի 12-ին Հանրապետականի գործադիր մարմնի նիստում նախագահ Սերժ Սարգսյանը խոսել էր Ծառուկյանի չվճարած միլիարդավոր դրամ հարկերի մասին, հանձնարարել էր ստուգել օդում կախված լուրերն ու հրապարակել տեղեկատվությունը։ Փաշինյանը այսօր վարչապետին կրկին հիշեցրեց փետրվարյան հայտարարությունները, երբ Սերժ Սարգսյանը եւ Գագիկ Ծառուկյանը միմյանց չարիք անվանեցին։ Խոսելով էլի պարոն Ծառուկյանի մասին, ասել է, որ երկրի անվտանգության բարձրագույն մարմինը կինոթատրոն չէ, որ ով երբ ցանկանա գա, երբ չցանկանա չգա։ Ինչպես տեսնում եք, չարիք կինոթատրոն, եւ ես ուզում եմ չարիքի իշխանությանը եւ չարիքի ոչ իշխանությանը շնորհավորել հունիսի 1-ին Հայաստան կինոթատրոնի բացման ժամանակ վերամիավորվելու կապակցությամբ։ Շնորհակալություն։ Վարչապետ Աբրահամյանը իր խնամի Ծառուկյանի օբյեկտներում անցկացված ստուգումների թեման կտրուկ փոխեց։ Փաշինյանին խորհուրդ տվեց մոռանալ, թե ով ում ինչ է ասել։ Սարգսյանի եւ Ծառուկյանի խոսքերը մեջբերելու փոխարեն էլ մտածել տնտեսության զարգացման մասին։ Վարչապետի ելույթի մյուս հատվածը պատգամավորի հարցի հետ կապ չուներ։ Այս ամսվա հունիսի վերջին մենք նախաձեռնում ենք կազմակերպել տնտեսական ֆորում, հրավիրել բոլոր մեր երկրի տնտեսագետներին, ֆինանսիստներին, գործարաններին, քննարկել այն բոլոր խնդիրները, այն բոլոր խնդիրները, որ այսօր մենք տեսնում ենք եւ փորձում ենք համատեղելով բոլոր ուժերին երկիրը հանել այս ուրեմն տնտեսական իրավիճակից։ Սա ամառային արձակուրդներից առաջ ազգային ժողով կառավարություն վերջին հարցուպատասխանն էր։ Հաջորդ անգամ պատգամավորները կառավարությանը հարց տալու հնարավորություն կունենան աշնանը։